Շնորհակալություն, ճիշտ ասած, քանի որ Տիգրան Ավինյանը տեղ չէր, իրան փոքրիկ մի հատ սպրավկայի պատրաստել, չգիտեմ տամ թե չտամ, Սուրեն Գրիգորյան, մի հատ փոքրիկ հիշեցում անեմ ձեզ, ուրեմն երբ որ նախընտրական բանավեճի Բեգոյանն էլ հմեկի եթերում էր, Բեգոյանը դոշը ծեծում էր իրա, ասում էր Հայկ Մարությանի ժամանակ ինչքան լավ բան եղել է, Հայկ Մարությանն ով էր, որ աներ, էդի ԿՊՆ արել։ Մի ուզում հասկանամ, որը լավն էր ԿՊՆ արել, որը վատն էր Հայկ Մարությանն էր արել, այս մի փոքր ռեպլիկ ձեր մտքերին։ Հիմի քաղաքի զարգացման հետ կապված իմ համար ցավ էր, որ օրինակ իմ համար մի քիչ դիսկոմֆորտ է, որովհետև զեկուցողը կին էր, պարկեշտ կին, բայց ինքը այդ պաշտոնին պիտի չլիներ, էլի։ Ու գիտեք ոնց համատեղ հասկանալի է, որ Տիգրան Ավինյանի հետ աշխատել է կառավարությունում, օգնական կամ չգիտեմ այլ պաշտոնի, այդ խնամի բարեկամ Զանոթը գործում է, բայց քաղաքը իր զարգացման ուրույն դիմագիծը պիտի ունենա, կարող է լինել ինքը կանաչ քաղաք օրինակի համար, ամենամաքուր քաղաք օրինակի համար, տուրիստների համար գրավող օրինակի համար առաջնահերթությունը հասկանում եք, կամ բազում ուղղություններ, որոնք առաջնահերթություն կարող եք դնել եւ գնալ օրինակի համար։ Ավաղ սրա մեջ չկա։ Գրում են զարգացության մասին խոսել եմ, խոսում եք սոցիալական տիրույթներում ձեր ֆանտաստիկ գրանցած առաջընթացի մասին, բայց մտնում ես ձեր այդ նույն Facebook-ի, Instagram-ի կամ TikTok-ի էջերը, YouTube-ի 3-400 դիտում եք ունեցել։ Ժողովուրդ, այտենց առաջընթաց չեն կարող ապահովել, առավել եւս Երևանի համար։ Հիմա երբ որ դուք խոսում եք աղբանությունից 100 անգամ բացատրել եմ, ասել եմ ձեզ, չեմ զլանա մի անգամ էլ կասեմ դա։ Դուք նախ եւ առաջ պետք է պլանավորեք, երբ որ աղբավայրը փակում եք, նորը բացում եք, աղբի վերամշակման գործարան։ Եթե չէ, ձեր ծախսած գումարն էլ անարդյունավետ է։ Քանի անգամ այդ նույն բանն ասեմ։ Ստեղ պետք է պետություն մասնավորատվածի համագործակցություն, որովհետեւ միգուցե մասնավորին հետաքրքիր չի այդ ներդրումների այդ հատվածը։ Մի պահ դուք ձեր վրա պետք է վերցնեք, բայց դուք դրանով հանրային բարիքի տեսքով մաքուր մթնոլորտը մատուցում եք քաղաքացուն։ Իսկ զարգացման համար դուք այս առաջնահերթությունները չեմ տեսնում, որ ձեր մոտ կա։ Խոսում եք առաջնահերթությունից, բայց քաղաքի շինարարական հրապարակներից, որ դուրս նայում ես լացդ գալիս է, չկա քաղաքապետարան, զերո քաղաքապետարանը, որ գնա, ասի ընկեր ջան, շինարարության տեղից որ դուրս ես գալիս, նվազագույն անվադողերը լվացր է։ Իսկ դա լինում է քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի ուղիղ դիմաց։ Ինչի համար, որովհետև այդ բռնող մարմինն էլ Տիգրան Ավինյանի դասարանցին է օրինակի համար։ Ես հրապարականային հարց եմ տալի, տղեկ, մի հատ գնացուցակ փակցրեք, ասեք մի անգամ խախտումը $100, մշտականը 500, այն մեկը 2000 օրինակի համար։ Ոնց հասկանանք ժողովուրդ։ Այդ ցանցերը ինչի համար են, որ փոշին դուրս չգա։ Կալանավորված վարչության պետ ունեիք, ինքը ասում եք եղել եմ Չինաստան գործուղման, զարմացած էի մնացել, որ մի հատ փոշի դուրս չէր գալիս։ Ասում է Երևանը երբ է գալու ասնի այդրան։ Կամ ասենք թե ML mining-ը վարչական վերաքննիչ դատարան որ գնում ես, ցեմենտ բետոնը հանում լցնում է Երևանի գլխին։ Բա քաղաքապետարանն ուր է ժողովուրդ։ Թե ML mining-ն էլ է ԿՊԱ-շունչ վայրերի հետ մոտիկ։ Զարգացումը նորմալ, հետո նեղանում եք, ասում եք մեկ մտածում եք ինչ ասում ենք հակառակը, բացատրել ենք, ասել ենք, տարբերվեք, 50 անգամ ասել եմ, Երևան քաղաքի վիճակիա կանաչ բոնդեր թողարկելու, ասել եմ մեխանիզմը բացատրեմ, գնորդին է գտնեմ, բերեմ, առնենք մաքուր էլեկտրական ավտոբուսներ բերենք, հասկացել եք, միգուցե հասկացել եք, Քայլ արել եք զերո, հետևաբար կարող եմ ասել, որ ոչ մի բան չեք ուզում դուք, կամ չեք հասկանում, ոնց ուզում եք դուք մեկնաբանեք։ Իսկ զարգացման ծրագիրը ներկայացնելուց պետք է ասեք, մեր կատարողականն եղել է 80%, այսքան տոկոս։ Իսկ քաղաքի բյուջեի ընդհանուր պլանավորման ու արդյունքների այդ ֆանտաստիկ ձեր կարծիքով ֆանտաստիկ արդյունքների մասին կանդրադառնամ հաջորդիվ։ Շնորհակալություն։